ժողովրդի արհամարհանքը վկայում է, որ Նիկոլը մենակ է մնացել իր խմբակի հետ։ Նիկոլ Փաշինյանը մինչև վերջ մաշեցրել է իր ռեյտինգը։ Հիմա նա արդեն մաշեցնում է այն քվեները, որ պետք է գային վարչական ռեսուրսով, որովհետև այդ վարչական ռեսուրսը մտածում էր, թե մենակ ընտրությունից ընտրություն քվեարկելու համար է, այնինչ պարզվեց համ էլ միտինգների մասնակցելու համար է, համ էլ աղանդավորական ժողովների մասնակցելու համար է, նրանք հիասթափված են։ Տեսնելով, որ աջակից չունի, եկեղեցու դեմ արշավանքում գնաց բարձրացավ ավտոբուս, այնտեղ աջակից մուրալու։ Այնտեղ էլ չկա, պարզվեց, կարծում եմ չի էլ լինելու։ 1000 անգամ էլ կասեմ, չկա աշխարհում այնպիսի բան, որը Նիկոլի նկատմամբ կարող է վերականգնել ժողովրդի վստահությունը։ Բայց ցավն այն է, որ չունենալով աջակից, չունենալով լեգիտիմություն, նա պահում է իշխանությունը ուժային համակարգով ու ամեն մեթոդի գնում է, նկատի ունեմ կեղտոտ մեթոդի, պահելու համար ձեռք ընկած իշխանությունը։ Աշխարհի բոլոր երկրներից ու բոլոր իշխանություններից ԿՊ-ն տարբերվում է ժողովրդի դեմ պայքարի ստոր մեթոդներով։ Այդ մեթոդներն են ֆեյքեր, գործակալներ, գաղտնալսումներ, գաղտնի տեսանկարահանումներ, շանտաժներ, մոնտաժած կցած-կծմծած ձայնագրություններ, արհեստական բանականությամբ պատրաստած կեղծ նյութեր, կալանավորումներ, բռնաճնշումներ եւ այլն։ Կրկնում եմ, որևէ այլ երկրում իշխանությունը ժողովրդի դեմ պայքարում այս բոլոր գործիքները միասին լայնորեն չի կիրառում։ Հիմա կասեն ժողովրդի դեմ չէ, ընդդիմախոսների դեմ։ Կասենք ոչ, ժողովրդի, նրա հիմնական ընդդիմախոսներն ունեն ավելի մեծ աջակիցների բանակ, քան ինքն է։ Դրա համար էլ Նիկոլը նաև այդ ժողովրդի դեմ է պայքարում։